Ողջույն, այսօր 24 մարտի 21:00 ցանկությունս այսօր ձեր հետ զրուցելու կապված է այն բանից, որ ցավոք այսօր հետևելով նորություններին թե Հայաստանում, թե աշխարհում եւ վերլուծելով կատարվող իրադրությունը Հայաստանում ցանկություն առաջացավ նորից մեկ անգամ եւս զգուշացնել, որ օրհասական պահ է մեր պետության եւ պետականության համար։ Աշխարհում այժմ մեծ փոփոխություններ են կատարվում եւ այդ փոփոխությունները կապված է այն բանից, որ գերտերությունները ցանկանում են իրենց ազդեցության տարածքները եւ մեծացնել եւ եղածը ավելի ապահով կերպով պաշտպանել։ Բնական է, որ ամեն մի պետություն, լինի դա գերպետություն, թե փոքրիկ պետություն, պետք է իր շահերից ելնելով կատարի քայլեր, որոնք հարկի են պետականության, հարկի են կառավարության։ Սակայն ցավոք սրտի Հայաստանում այնինչ կատարվում է, դա ուղղակի տրամաբանությունից դուրս է եւ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպիսի անմխիթար վիճակում է ամբողջ ազգը, եթե կարելի է ամբողջին ազգ անվանել։ Ամբողջի մեծամասնությունը տարված է միայն իր կարիքները հոգալով եւ չմտածելով, թե վաղը ինչ կարող է պատահել։ Բազում անգամներ ես նշել եմ, որ դեռ 89 թվականին Լոնդոնում ՍՍՄ-ից շատ հազվագյուտ մարդիկ էին այդ տարիներին, ասենք լինում Լոնդոնում կամ Գերմանիայում, ընդհանրապես ՍՍՄ-ից դուրս գալը այդ ժամանակ շատ դժվարին մի հարց էր։ Եվ նշելով, թե Լոնդոնում այդ թվին Արարատ ռեստորանում ֆինլանդացի աղջիկը ուղղակի մեզ այն ժամանակ բոլորիս էր վերաբերվում այդ սեղանի շուրջ, որ հայերի ամենամեծ սխալը դա այն է, որ հայերը բաժանված են մեծաթիվ կուսակցությունների մեջ։ Իսկ ինչ է նշանակում կուսակցություն։ Կուսակցություն դա վերցնենք ամենահին կուսակցություններից մեկը Դաշնակցության կուսակցությունն է։ Եվ այդ ժամանակ այդ ռեստորանում, Արարատ ռեստորանում կային թե դաշնակների, թե հնչակների, թե ռամկավարների ներկայացուցիչներ եւ ես Լոնդոնում դրանից մի քանի օր առաջ եղել էի հայկական կենտրոնում։ Այդ ժամանակ Սյամանթո Կարապետյանն էր համայնքի ղեկավարը, որը Անգլիայի կառավարությունից ստացած օգնությունը երկրաշարժի համար բերել էր Հայաստան եւ դա ներկայացրել էր, թե ինքն է այդ օգնության կազմակերպիչը եւ վճարողը։ Եվ պարզապես ուղղակի տհաճություն զգացի, նույնիսկ մուտքը 25
pound էր, ես ասեցի, ես 100 pound կարող եմ տալ, բայց հասկացեք, սա կարող է պատահի, որ ես երկրաշարժի տուժվածներից եմ կամ Արցախում հայոց զարթոնքի շարժման ինչ որ մի ներկայացուցիչ եմ, եկել եմ պարզ է, ձեր հոգսերի համար ես կվճարեմ, հոգ չէ։ Երբ լսեցին, թե ով եմ ես, Հայաստանից եմ, այդ նույն կուսակցությունների ներկայացուցիչները ամեն մեկը իր կողմ էր կանչում, ասում էր հանկարծ դաշնակների հետ ոչ մի կապ չունենաս։ Մյուսները հնչակներն էին, դաշնակները սրիկաներ են, նրանց հետ գործ չունենաս։ Ռանկավարները, ես ուղղակի ապշած էի։ Եվ այդ աղջկա խոսքերը ես Արարատ ռեստորանում նորից կուսակցությունների ներկայացուցիչներ էին, որոնք ցանկանում էին իրենց կողմը գրավել ինձ եւ իօքուտ իրենց կուսակցության ինչ որ մի ելույթ ունենայի կամ ինչ որ թերթում մի հոդված հրապարակեմ։ Ինչի համար եմ հիշել այսօր այդ պատմությունը։ Հասկանում եք, դաշնակները ժամանակին, երբ որ ստեղծվել են, նրանց կոչը եւ գաղափարախոսությունը կապված էր հայ ազատագրական պայքարին եւ սակայն արդեն երբ որ տարաձայնություններ առաջացան, ստեղծվեցին այլ կուսակցություններ եւ ամեն մի կուսակցություն ցանկություն էր հայտնում պախարակել մյուս կուսակցություններին եւ իօքուտ իշահ իրենց կուսակցության անել ինչ որ քայլեր։ Եթե նույնիսկ արդար տրամաբանությամբ կուսակցություն է ստեղծվում, դա չի կարող երկար տևել, որովհետև ինչ որ ժամանակ հետո այդ կուսակցության անդամները պետք է ձգտեն, որ իշահ իրենց կուսակցության կատարեն քայլեր, իշահ իրենց կուսակցության, եթե հնարավոր է, ձեռք բերեն իշխանություն։ Իսկ մի ազգ, որը հազարամյակներ պայքարել է իր անկախության եւ պետականության համար, դա ահավոր հիմարություն կարելի է համարել, ոչ դավաճանություն, եթե այդպես որակավորենք, երբ սկսվում է կուսակցական պայքար։ Շատ ուշով լսում եմ կուսակցության ներկայացուցիչների, այժմյան Հայաստանի կուսակցության ներկայացուցիչների, որոնք ելույթ ունենալով սկսում են գովաբանել իրենց կուսակցությունը, իրենց ցուցաբերել որպես ամենաարդար, ամենամարդասեր, ամենաազգայնական կուսակցություն։ Հայաստանը այնպիսի վիճակում է եւ այնպիսի միջազգային իրադրություն է ստեղծվել, որ մեկ փոքրիկ կայծ եւ Հայաստանը ոտքի տակ կարող են առնել։ Բոլորը կուսակցություններ կոչվածները ցանկություն են հայտնում մղել դեպի ինչ որ մի գերտերության կողմ։ Ոչ մի կուսակցություն առաջնահերթ այն մեծ խնդրեմը, որ առաջացել է մեր ազգի առաջ, այն է, որ պետք է համախմբվենք, որ պետք է կազմակերպենք մեր պետական այնպիսի իշխանություն, պետության այնպիսի իշխանություն, որը առաջին իսկ օրվանից պետք է լծվի պետականաշինությամբ,
քանի որ Հայաստանում պետականությունը վերացվել է, պետություն հասկացողությունը դարձել է Ստամոքսի արգազմի ցանկություն, եւ այսօրվա իշխանությունը, որ դա հետևանք է նրան նախորդող բոլոր իշխանությունների մեծագույն սխալներից, ուրիշ կերպ չի կարող էլ լինել։ Ոչ մի կուսակցության ներկայացուցիչ համախմբում բառից հետո չի ասում, որ մենք պետք է վերացնենք, լիկվիդացնենք մեր կուսակցությունը, որպեսզի համախմբվենք։ Այդպիսի ոչ մի խոսք չի լսվում։ Ոչ մի կառուցողական առաջարկություն չի արվում։ Հայաստանին պետք չեն արհեստական ստեղծված բաժանող պետական ինստիտուտները նույնպես։ Հայերը ընդհանրապես չպետք է մոռանան իրենց պատմության ամեն մի վայրկյանը, եւ ամեն մի վայրկյանին կարող են հայտնաբերել թե դավաճաններ, թե թշնամիներ ներքին, ամենասարսափելին դա է, եւ արտաքին։ Իսկ արտաքին թշնամիները, ատամները սրած սպասում են, որ այսպիսի տարաձայնություններով բաժանվեն կուսակցությունների։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում մինչև Ստահակ Գորբաչովի գալը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին լրագրողը հարց է տալիս։ Նորից եմ կրկնում, սառը պատերազմի ժամանակաշրջանում ինչու է Ֆրանսիան ատոմային ռումբեր ստեղծում։ Ինչ է Ֆրանսիան կարող է ընդդիմադրել եւ ընդդիմանալ կամ էլ հարձակվել ՍՍՀ-ի վրա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գիտեք ինչ է պատասխանել։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը սառը պատերազմի ժամանակաշրջանում։ Իսկ Գերմանիան, հասկանում եք, ինչպիսի խոր իմաստ է թաղված այդ երկու բառի մեջ, իսկ Գերմանիան, քանիցս Գերմանիան պատերազմ է մղել Ֆրանսիայի դեմ, զավթել ֆրանսիական հողեր։ Իսկ ինչ է նշանակում մեզ համար այդ իրադեպի իմաստը։ Մենք ինչ է պետք է մոռանանք։ Չեմ ասում 200 տարի առաջ, չեմ ասում 500 տարի առաջ ինչ է կատարվել, 600 տարի առաջ, 700 տարի առաջ, 800 տարի առաջ, երբ մենք կորցրել ենք մեր պետականությունը։ Էլ չեմ ասում 5 տարի առաջ, դեռ 5 տարին էլ չի լրացել։ Ինչպիսի Աստծո անեծք է մեր ազգի գլխին։ Մոռացել եք։ Ամեն մի հայ պետք է ասի, իսկ Թուրքիան, իսկ Ադրբեջանը, մոռացել եք։ Մոռացել եք մեր տղաներին, որ եռաբլուրում են, եւ այն տղաներին, որոնց գերեզմանները անհայտ է։ Ինչի մասին եք մտածում։ Ինչ ընտրությունների մասին եք մտածում։ Քանի անգամ ասեմ, որ պետք է բոյկոտվի ընդհանրապես այս սրիկաների իշխանության ամեն մի քայլը պետք է բոյկոտվի, արհամարվի, ընդդիմանալ, ոտքի կանգնել։ Գյումրիում ընտրություններ են, ինչ ընտրությունների մասին եք խոսում։ Ընտրելով ինչի եք հասել եւ ինչի կարող եք հասնել։ Ազգային ժողովում, ինչ ազգային ժողով։ Քանիցս բացատրեմ, որ դա բոլորը Հայաստանում պետք է վերացվեն։ Հայաստանում չպետք է լինի այդ մարդկանց հիմարացնող, ստրկացնող
այսպես կոչված պետական ինստիտուտները։ Ինչի մասին է խոսքը, ինչ սահմանադրություն։ Քանի անգամ բացատրեմ, որ այնպիսի պետությունում, որտեղ ես եմ ապրում Նիդերլանդներում, սահմանադրություն չկա, սահմանադրական դատարան չկա։ Վերցնենք հարևան Անգլիան, սահմանադրություն չունեն։ Եվ աշխարհում չկա մի ազգ, մի պետություն, որը այսքան արհավիրքների է արժանացել։ Ասում են հայ ազգը խելոք է, հայ ազգը ունի տաղանդներ, բազում տաղանդներ, եւ ամեն ժամանակաշրջանում ունեցել է, սակայն մենք չենք հարգել, մենք չենք պատվել այդ մարդկանց, նրանց խոսքերին չենք լսել, եւ արդյունքում ունեցել ենք մի ստահակ, անգրագետ, ազգադավ, թշնամի, անպատիվ մի անասուն, եւ այդ անասունին ընտրել է այն 97%-ը, որը մոռացել է, որ ինքը անասուն դարձած ասուն էր ժամանակին։ Ինչի մասին է խոսքը։ Ոչ մի կուսակցություն ծրագիր չի ներկայացրել, որ Հայաստանում ամբողջ ընդերքը պետք է ազգայնացվի, ամբողջ արդյունաբերությունը ինչ որ մնացել է, այն ողորմելի մնացորդը պետք է ազգայնացվի։ Մենք այն պետությունն ենք, որին միշտ ճնշել են, միշտ ոչնչացրել են, միշտ բռնաբարել են։ Եվ միշտ նորից մեր հիշողությունը պետք է հիշի, որ այսօրվա Հայաստանը ի շնորհիվ 1813-1828 թվականի ռուս պարսկական պայմանագրերի միջոցով է ստեղծվել։ Եթե չլիներ դա, նորից եմ կրկնում, այն այսպես կոչված կուսակցության ներկայացուցիչները, որ ելույթ են ունենում ամեն օր, որ 14500 ընտանիք ռուսական ցարը ստիպեց եւ վերադարձրեց հայրենիք, ազատելով նրանց 5 տարով հարկերից։ Հասկանում եք դա ինչ է։ Եվ ամեն մի ընտանիքին 25 ռուբլի փող, որով կարող են 8 հատկով կամ տուն գնել։ Եվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքը միշտ հիշեք, իսկ Գերմանիան Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ խաղաղություն, ինչի մասին եք խոսում։ Ինչ ընտրությունների մասին եք խոսում։ Ասեցի ինչպիսի երկիր պետք է լինի։ Ընդերքը ազգայնացված, արդյունաբերության մնացորդները ազգայնացված, ովքեր դրանցից օգտվել են, բոլորը պետք է իրենց հափշտակածը վերադարձնեն, ստեղծելով անժամկետ անկուսակցական ազգային խորհուրդ իր ատյանով, իր տրիբունալով, եւ տրիբունալը առաջին օրվանից պետք է սկսի քրտնաջան աշխատանքը։ Սկսած ամենամեծ մեր ազգի թշնամի Լևոն Տեր-Պետրոսյանից, որ կոտրել է մեր ողնաշարը, վերացրել է արդյունաբերությունը։ Հետո եկել են Ռուբիկն ու Սերժիկը։ Իսկ Վավայի վիժվածքի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Սրանք ունակ չեն նույնիսկ հանցագործ եւ հանցավոր կազմակերպություններ ստեղծելու։ Հիմարացած ազգ պետական բյուջեն եւ պետության հաշվին պարտքերով իրենց են հարստացնում։ Այսպես կոչված դեմոկրատական երկրներում ընդունված է, որ
երկրի կառավարիչը միջին աշխատավարձից, եթե 4 անգամ ավել է ստանում, դա հեղափոխության պատճառ է դառնում։ Իսկ Հայաստանում 12 անգամ է տարբերությունը։ Չհաշված օրինականացված պարգևավճար հասկացողությունը։ Ինչի մասին եք մտածում։ Ինչ ընտրությունների մասին եք մտածում։ Դեռ մարդկային հատկությունները չկորցրած հայերին եմ դիմում։ Լսեք իմ խոսքը։ Ես ինչու չեմ ելույթ ունենում լրատվական, հայկական լրատվական հեռուստակայանների միջոցով, որովհետև ժամանակին ունեցել եմ 26-27 հազար լսումներ էին լինում ամեն իմ ելույթի ժամանակ Նոյան Տապանով, Բաց TV-ով մի անգամ սխալվել եմ, Հայելի ակումբով մի անգամ սխալվել եմ։ Լսեք, եթե չեք հասկանում, տարածեք, թող ձեզ բացատրեն։ Ցավալի է, բայց փաստ է։ Իսկ Գերմանիան